Բարև ձեզ սիրելի երևանցիներ, այս պահին Մայր Հայաստան խմբակցության անդամներով գտնվում ենք Աչափնյակ վարչական շրջանի թիվ 188 դպրոցում կամ Գևորգ Չավուշի անվան դպրոցում։ Այստեղ ենք եկել ահազանգով, ուրեմն այստեղ մեծ խնդիր կա, այս դպրոցում գլոբալ խնդիր կա, ուրեմն դպրոցը գտնվում է անբարեկարգ, անմխիթար, մեղմ ասած, անմխիթար վիճակում։ Նկարահանել ենք, նկարներում կտեսնեք դպրոցի վիճակը, պատերի վիճակը, ճաքերը, քանդված պատերը։ Դպրոցը հիմնանորոգման կարիք ունի, ոչ թե միջին նորոգման, ոչ թե ինչ-որ մասնակի նորոգման, դպրոցը հիմնանորոգման, կարելի ասել զրոյից կառուցման կարիք ունի։ Այս հարցով բարձրաձայնելու ենք եւ առաջիկա ավականոնիստի ժամանակ եւ միջանկյալ միջայր այս հարցը բարձրաձայնելու ենք, որպեսզի դպրոցը վերանորոգվի, հիմնանորոգվի ավելի ճիշտ, կառավարությունը գումար կհատկացնի, Երևանի քաղաքապետարանը գումար կհատկացնի, դա բացարձակ չի հետաքրքրում ոչ աշակերտներին, ոչ իրանց ծնողներին, ոչ էլ ուսուցիչներին։ Այստեղ կարևորը դպրոցը վերանորոգելն է, դպրոցը հիմնովին վերանորոգելն է եւ կանոնավոր երեխաների կանոնավոր դպրոց հաճախելը ապահովելն է։ Սեղանները հետ ենք տալի, թասերը դնում ենք, կոյուղու այդ խնդիրը կար, անձրևաջրերի պատճառով պատերը թափում են, ջարքեր ենք ունենում, որի առիթով նաև ունեցել ենք հոսանքազրկում անձրևի հետևանքով, նաև ունենք շատ մեծ խնդիր, այսպես պատերը ջարքելու դեպքում նույնիսկ լույսը ներս է թափանցում, ունենք այսպիսի ջարքեր։ 2011 թվականից Տիկին Խաչատրյանից բազմիցս տարբեր կետերում դիմել է, որի պատասխաններ ունեցել են եւ թղթային տարբերակ եւ բանալու տարբերակ, սակայն խնդիրը լուծում դեռ չի ստացվել։ Ասում կոյուղի բանի լուսումը դպրոցի տակ։ Դպրոցը չունի կոյուղի, այո, դպրոցի բոլոր մասնաշենքերի տակ լցվում է կոյուղու հետևանքներ։ Խոսել եք դպրոցի աշխատակիցների հետ, խնդիրները իրականում բավականին շատ են, ինչպես նշեց գործընկերս, կոյուղի չունենալուց մինչև տանիքի կարելի ասել բացակայություն, քանի որ տանիքից անձրևների ժամանակ ջրեր են հոսում դեպի դասարաններ եւ այնտեղ պարզապես հնարավոր չի լինում դաս սովորել, դասավանդել։ Ֆիզկուլտուրայի դահլիճում նույնպես բավականին խնդիրներ կային, թեկուզ զգացում էր, որ նոր թեթևի հարկ է վերանորոգվել էր, ինչպես մեզ ներկայացրեցին դպրոցի աշխատակազմի հաշվին, բայց եւ այնպես հատակը ամբողջովին քանդված էր, նկարներում նույնպես այդ ամենը կտեսնեք։ Ուրեմն տանիքը տեսեք տանիքը ծածկել են վանով, ցելոֆոնով։ Սա տնօրենը ասեց ինքն է նախաձեռն է արել, որպեսզի ջուր չթողի։ Ու սենց տանիքում էլի տեղ էր։ Ցելոֆոնով ժամանակավոր լուծում են գտել։ Որ այստեղ է ճաքը։ Ճակից դες մեր ներքև։ Ցելոֆոնը ինչ է տալի։ Հա։ Ինչպես ներկայացրեցին մեր գործընկերները, դպրոցը շատ գտնվում է լրջագույն խնդիրների առջև։ 188 հիմնական դպրոցը 2018 թվականին կառավարության ծրագրով հիմնանորոգման տակ է եղել, բայց անհայտ պատճառներով ցանկից դուրս է եկել։ Մենք ընթացքում կդիմենք այդ գերության պատասխանը ստանալու համար, թե ինչ պատճառներով է կառավարության որոշումը չեղարկվել կամ կասեցվել։ Տնօրենը բոլոր կառույցներին, ԿԳՄՍ, քաղաքապետարան բոլոր համապատասխան կառույցներին դիմել է, մինչ այս պահը հիմնական խնդրի լուծումը չի ստացել։ Մենք
հետևողական ենք լինելու այս դպրոցի կառուցման գործընթացներին ամբողջական, ինչ գնահատական կտրվի քաղաքային իշխանության կողմից, մենք կհետևենք։ Սա դպրոցի հարակից տարածքն է, դպրոցի դիմացի մասն է, որը կարա օգտագործվի որպես դաշտ, որպես խաղադաշտ, բայց չի օգտագործվում։